Գործով մենք անցնում ենք մենք Ռուբեն Հայրապետյան, իսկ այդ փաստաբանը կարող է բերի մեզ որևէ ցույց տա։ Շնորհակալություն ձեզ։ Ասեմ, պատասխանեմ հարցին, ուրեմն հանցագործությունը գիտեք, ինձ համար զարմանալի է, որ Սենց մեծ աղմուկ է բարձրացվել այս դեպքի հետ կապված, երևի աղմուկը կապված է, որ ճանաչված ընտանիք են, բոլորիդ համար պարզ է, որ եղել է իսկապես ահազանգ, որ այնտեղ պահվում է իրենց օֆիսում Գոր Դավթյանը, ոստիկանության դիմել է Գոր Դավթյանի ինքերը, Գևորգ Ղազարյանը, որ ինքը ստացել է մեսիջ, որ իր ընկերը գտնվում է այնտեղ, իր նկատմամբ ուժ է կիրառվում, բռնություն է կիրառվում եւ իրեն այնտեղ պահում են, ստիպում են թղթեր ստորագրելու, որին ինքը համաձայն չի դիմելու։ Ինչ եք մտածում, ինչ պետք է անի ոստիկանությունը։ Այդ ժամանակ պետք է մտածեն Նազարյանը ինչ հարաբերությունների մեջ է Ռուբեն Հայրապետյանի հետ, ինչ հարաբերությունների մեջ է Սուքասյանների։ Իմիջիալից ոչ մեկ չի կարող ասել, որ ես Սուքասյանների ընտանիքի հետ որևէ վատ հարաբերություն եմ ունեցել, բացարձակ, եւ նման փաստ չի կարող լինել։ Ինչքան եղել եմ ընկեր Ռուբեն Հայրապետյանի հետ, այդքան էլ ընկեր եմ եղել նաեւ Խաչատուր Սուքասյանի, Սարիբեկ Սուքասյանի, բայց դա հիմք չի հանդիսանում, որ որևէ մեկը հանցագործություն կարող է կատարել եւ խուսափել դրանից։ Եղել է հանցագործության ահազանգը եւ այնպիսի ահազանգ, որը անապահ գործողությունների իրականացում էր պահանջում։ Եվ մի անգամից ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, գնացել է այնտեղ եւ փաստացիորեն տեսել է, որ իսկապես այնտեղ է գտնվում հարցնելու պատճառով, որ Գորը այնտեղ է գտնվում, նրանք փակված են մի սենյակում եւ միջոցներ են ձեռնարկել նրան այնտեղից դուրս բերելու։ Այնտեղ նշվում է նաեւ նախապես ասեմ, որտեղ կլինի մյուս հարցը, դրան ռամկա է մի հատ նկարած այնտեղ, ուժ են կիրառել, մտել են այնտեղ, շատ կներեք, որ ոտերի ծայրերի վրա չեն մտել այնտեղ կամ ձեռնոցներով սպիտակ կամած ինչ որ ոչ։ Իսկապես գնացել են այնտեղից, չեմ ուզում ասեմ փրկելու ինչ որ sense, որ դուք վաղնացեք ինչ որ ամպագորգոր բառեր են ասելու, բայց այնտեղից դուրս բերելու մարդու, որը դիմել է, որ իր նկատմամբ ուժ է կիրառվում։ Ուրեմն դա բոլոր տեղերում եւ քրեական գործում նշված է, բոլորը նախաքննության փուլում է, ես չեմ ուզում շատ, բայց բոլորը տեղյակ եք լինելու ամեն ինչից։ Եվ երբ որ այդտեղից Գորը դուրս է բերվել, նրա տված հայտարարությունները, նրա տված բացատրությունը, նրա ընկերոջ կողմից տրվածը, այո, այնտեղ ուժ է կիրառվել, մտել են, դուրս են բերել եւ հնարավոր է մի հատ էլ աթոռ ծրվի եւ հնարավոր է ինչ որ դուրել վնասվի, բայց փորձել կատարված հանցագործությունը ինչ որ թաքցնել են հանգամանքի մեջ, որ սա կապ ունի Նազարյանի, Ռուբեն Հայրապետյանի կամ մյուսի մոտիկության հետ, ինչի՞ թող Ռուբեն Հայրապետյանը Գորին, Սարիբեկին ասել է Գորին կանչեք ձեր մոտ, պահեք, թղթեր ստորագրել տվեք, որ անօրինական է, որ այդ թղթերը կան, գոյություն ունեն, դա բոլորը կարող են ծանոթանալ եւ իրենց փաստաբաններն էլ գիտեն, եւ ինչ չի թվում, որ ես Սարիբեկին կամ իրենց այդ ախրանիկ կոչեցյալ Արտաշեսին ինչ որ ասել եմ գնացեք նման մարդկանց բերեք նման է, որ ես գամ ձեզ բռնեմ։ Ինչ է դա նշանակում։ Քննությունը նորմալ ընթանում է եւ ոչ մի վերապահում չի լինելու։ Թող ասեն, որ իրենց բաժին բերելուց հետո որևէ իրենց նկատմամբ գործողություններ են կատարվել, որը հակասում է օրենքին։ Բերվել է եւ երբ որ սկզբնական շրջանում տուժողը նշել է, որ սպանության սպառնալիք է եղել, զենք է օգտագործվել, մյուս օրը նա հայտարարել է, որ սպառնալիքը եղել է, զենքը չի եղել, միանգամից դա հանվել է։ Նոր ցուցմունք է նրանից վերցվել եւ իսկապես, եթե մարդը հայտարարում, որ իր նկատմամբ չի եղել զենք, մենք միանգամից դա վերացրել ենք եւ անաչառ քննություն է գնում, նախաքննություն ամեն ինչ հաշվի է առնելու։ Այո։ Ոչ, սենյակից։
ասեմ դες, այո։ Եվ այդ դուրը, որը որ նկարված սկզբից ներկայանալով ոստիկանություն իրենց այդ թիկնապաները չեն բացել դուրը, այո, այդ պահին ներքևի դուրը։ Ուժը կիրառվել մտնելու համար, դա պարտադիր է եւ անօրինական ոչինչ չկա։ Եվ այդ նույն սենյակում եղել են Սարիբեկը, եղել է Արտաշեսը եւ եղել է Գոռը, որտեղից որ դուրս են բերել։ Եվ տեղում նաեւ արգրավել են թղթեր, որոնք ստիպել են նրանց ստորագրել են տվել։ Քննչական գործողություններ կա, որը պետք է կատարվի, նա հայտարարություն է տվել, նա բացատրություն է գրել, հետո ցուցմունք է տվել եւ բացի դա մենք կարող ենք նրան իր ցանկությունով, որը նա դայտել է, մենք կարող ենք իր անվտանգությունը ապահովել։ Կարող ենք մի ամիս, 1 տարի, 2 տարի եւ իր ցանկությամբ դա ապահովել։ Ես նորից եմ կրկնում, ուրեմն Սուքիասյանների նկատմամբ փառք Աստծո, այս վերջի ժամանակներս երևի դուք ինքներդ եք կզարմանաք, թե ինչքան բարեհոգություն է իրենց նկատմամբ ցուցաբերվել իրենց ընտանիքի նկատմամբ, ես չեմ ուզում ճակերտները բացել։ Եվ եթե այդ բարեհոգությունը չլիներ, կարող էր ավելի շատ բաներ լինել եւ նույն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ եղել են, չէ, եթե խոսենք իսկապես, որ ինչ որ չարություն կա նրանց ընտանիք, չկա նման բան։ Եվ ոչ մի տեղում նրանք չեն կարող, թե փաստաբանները ինչ են ուզում ասել դրանով, իսկ Ռուբեն Հայրապետյանի հետ ես ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանի, ինչպես եւ մյուս շատ գործարարներ կան, որոնք երկրի հարկատուներն են, որոնց հետ մենք շփվել ենք, մեծացել ենք, օպեր ժամանակվանից ես արդեն 26 տարի ես ծառայության մեջ եմ եւ փառք Աստծո բոլոր տարածքներում համայնքի ոստիկանապետ եմ եղել, բոլորի հետ էլ շփվել եմ ես եւ ընկերական կարգով եւ մյուս, բայց ես նորից եմ կրկնում։ Ուրեմն ցույց տալ, որ եթե մենք ընկեր ենք Ռուբեն Հայրապետյանի հետ կամ մյուս, նույն ձև իրանց հետ եմ ես ընկեր։ Եվ նման որևէ շահադիտական նկատառում չկա, դուք եղեք հանգիստ եւ այդ գործը մինչեւ վերջ բացահայտորեն դուք ծանոթանալու եք այդ գործերի։ Ամեն մի քայլ։ Եթե մենք ուղարկած լինեինք, մենք պետք է Սարիբեկի հետ պայմանավորվեինք, որ այս օպերացիան մշակեինք, որ իրենք կանչեն, տանեն իրենց մոտ եւ թուղթ ստորագրել տան, որ այդ վաճառողը հրաժարվում է Ռուբեն Հայրապետյանին վաճառել այդ բաժնի տոմսերը, ստիպելով գրել։ Կա այդ տուալետի պահը, որ ասում է գնացել, նա գնացել է այնտեղից մեսիջ է ուղարկել։ Մենք իրեն այնտեղ չենք հայտնաբերել։ Այնտեղից նա մեսիջ է ուղարկել երկու տեղ, իր գործընկերոջը, որ նա փախնի գնա, որտեղ գալու են իր հետևից, եւ իսկապես գնացել են երկու հոգի, արդեն կա այդ մյուս ընկերն կա, որը տալիս է բացատրություն եւ իր մայրն է, որ երկու հոգի եկան իրենց մոտից, դրա համար նա փախուստի է դիմել եւ տուալետից նա գրել է։ Իսկ բերման որոշման հետ եւ մյուսի հետ, ուրեմն փաստաբանները ծանոթացել են, բոլորը օրինական է, ես հիմա չեմ ուզում մանրամասն միջի 530 եղել է 630 գնացել է, ուրեմն գործի հետ ծանոթացել են բոլորը, ոչ մի խախտում չի կարող լինել եւ բացի դա նորից եմ կրկնում։ Ուրեմն իմացեք, կայծակնային արագությամբ միջոցառում է ձեռնարկվել մարդուն այնտեղից դուրս բերելու համար եւ 1 ժամ էս կողմ 15 րոպե էս կողմ փորձում են սա ինչ որ քայլեր անել, բարգավաճ, դες քննություն կա, կարող են բողոքարկել, փաստաբանները կարող են ներկայացնել իրենց մեղադրանքները, կարող են այդ փաստերի շուրջ բանավեճի մտնել եւ մենք ոչ մի բան չենք թաքցնում։ Եվ նորից եմ ես կրկնում, այն ինչ որ ստորագրել տվել են, այն ինչ որ պարտադրել են մարդուն, դա օրենքից դուրս է եւ թող նախաքննությունը ցույց տա եւ հետագայում կերևա դա։ Մենք մեր գործողությունները կատարել ենք եւ մեր աշխատակիցները ամեն մի սխալի համար պատժվեն, մի կասկածեք։ Եվ դա բաց է լինելու, փառք Աստծո, եթե ոստիկանություններ թաքցնի, իրենք ամենօրյա իրենց հոդվածներով, տված ինտերվյուներով, մյուսով կարող են շատ հանգիստ ներկայացնել եւ դուք տեղակ կլինեք։ Բայց ես ձեզ գլխից ասում եմ, որ որևէ խախտում չի եղել։